Հայաստանի հետ խաղաղությունն ամրապնդելու համար ստորագրված փաստաթղթերը բավարար չեն, կարևոր է առևտուրը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այսօր Հարավային Կովկասում նոր իրավիճակ է ստեղծվում եւ Հարավային Կովկասի երկրները չպետք է բաց թողնեն այս հնարավորությունը, ասել է Ադրբեջանի նախագահը։ Իսկ Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի հետ հանդիպմանն ընդգծվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դերը Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ապահովման գործում։ Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ ապագայում կարող է քննարկվել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հարցը, ընդգծելով, որ այդ որոշումը կախված կլինի երկրի շահերից։ Նա ասել է, որ Հայաստանի համար հապկի հետ կապված հիմնական խնդիրն առնչվում էր ոչ թե Լեռնային Ղարաբաղին, այլ Հայաստանի սահմաններին։ Ղազախստանը ներկայումս բանակցություններ չի վարում հայկական երկաթուղիների համար ռուսական կոնցեսիայի ձեռքբերման վերաբերյալ։ Ինտերֆաքս Ղազախստանին հայտնել են Ղազախստանի երկաթուղիներ ընկերությունից եւ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունից։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Երևանը չի առարկի Ղազախստանի կողմից հայկական երկաթուղիների համար ռուսական կոնցեսիայի ձեռքբերմանը, եթե լինի Ռուսաստանի համաձայնությունը։ Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Ֆակտ-ՌԵՄ-ին հայտնել են քննչական կոմիտեից։ Վարույթը նախաձեռնվել է ֆիզիկական ներգործության, խուլիգանության եւ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հատկանիշներով։ 3 անձ ձերբակալվել է։ 2 օր առաջ կենդանապաշտպաններն էին ահազանգել շնամարտի մասին։ Ներքին գործերի նախարարությունից փոխանցել են, որ նույն օրը ոստիկանության բաժնի պահպանվող տարածք է տեղափոխվել 5 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել է 8 շուն։ Իրանը ձևակերպել է իր դիրքորոշումներն ու պահանջները ի պատասխան միջնորդների միջոցով վերջերս ներկայացված հրադադարի առաջարկների, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, հավելելով, որ բանակցությունները անհամատեղելի են վերջնագրերի եւ պատերազմական հանցագործություններ կատարելու սպառնալիքների հետ։ Իսմայիլ Բաղային հայտնել է, որ Թեհրանն ունի պահանջների մի շարք, որոնք հիմնված են իր ազգային շահերի վրա եւ արդեն փոխանցվել են միջնորդական ուղիներով, հավելելով, որ ԱՄՆ-ի նախկին պահանջները, ինչպիսին են 15 կետանոց ծրագիրը, մերժվել են չափազանց լինելու պատճառով եւ ընդգծել, որ Իրանը ձևակերպել է իր սեփական պատասխանները։ Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը Կահիրեում դարձել է սպորտային մարմնամարզության 2026 թվականի աշխարհի գավաթի աղթող։ Հայ մարզիկը հենացածքում գրավել է առաջին տեղը։ Հայաստանը աշխարհի գավաթի փուլն ավարտեց 3 մեդալով, 2 ոսկի եւ 1 արծաթ։ Համլետ Մանուկյանը նժույգ թափերում ոսկի է նվաճել, Արթուր Ավետիսյանը արծաթ օղակների վրա։